Երկու օր առաջ խոսում էի կոնստրուկտոլոգիայի մասին եւ բանդերականների որպես կոնստրուկտ ազգ, այսինքն կոնստրուկտ ինչ-որ բիոմասա, որովհետեւ դրանք ազգ չեն, այսօր փոքրինչ անդրադառնամ նույն թեմային, հետո անցնենք մեր խնդիրներին, ուրեմն տեսեք արտաքին քաղաքականությունում եւ պատերազմի դաշտում ոնց է դրսևորվում դրանց կոնստրուկտ լինել, այսինքն անմեղսունակ լինել։ Օրինակ, հունիսի 24-ին Զելենսկին հայտարարեց, որ 40 օրից Ռուսաստանի ներսնկի կբերի, որ նրանք կգան հրադադար կխնդրեն։ 40 օր անցավ, 3 չառաջ օրը։ Ռուսները չգնացին, խաղաղություն չմոռացին։ Ինչ էր ուզում այդ էշն անել։ Սկսեցին խփել քաղաքացիական մարքեթփլեյսներին, Wildberries-ը ագին հսկայական վնասներ կրեց։ Դե ռուս լիբերալներն արդարացնում են, ասում են դե Wildberries-ով իբր Ռուսաստանը շուտ ռազմական դետալներ է ստանում այս կոմենտում, դե դա լիբերալների ստոր ապուշությունն է, ստոր սուտն է, էլի։ Ռուսաստանում մի հատ հիմնարկ կա, որը զինամթերքով է զբաղվում, նաև դրանց դետալներով, դա պաշտպանության նախարարությունը, ուրեմն պիտի Wildberries-ով ինքին ինչ-որ բաներ բերի, հա, զենք, ինչ-որ զենքի դետալներ կամ ինչ էր։ Ինչևէ, 40 օրն անցավ, Ռուսաստանը ծնկի չեկավ, հրադադար չխնդրեց, խաղաղություն չխնդրեց, բայց ան այսօր տվեց խելեն Կիևում եղած չեղածը, Ուկրաինայում է մարքեթփլեյսեր կան, չէ, նրանց փոստն են վերացրել հսկայական պահեսներ, ամբողջ Կիևը կրակի մեջ էր, այս գիշեր, վաղը գիշերը նույն բանը կկրկնվի։ Այսինքն, գիտեք, պատերազմի դաշտում բաներ կան, որ հակառակ կողմերը, հակառակորդները չեն անում միմյանց հանդեպ եւ չեն ստորագրում թղթեր դրա հետ կապված, չեն պայմանավորում, ուղղակի չեն անում։ Օրինակ ամերիկացիք, որ ամենաբեսպրեդել պետությունն են աշխարհի, Իրանի հետ չեն պայմանավորվում, ով ինչ խփի, ուղղակի չեն անում բաներ կան, հա, ասենք տեսեք, Թրամփը ինչքան է խոսի, թե կվերացնեմ Իրանի էներգետիկան, ինքը դա չի անի ուղղակի։ Առանց պայմանավորվել չի անի, որովհետև հերը կանեցվի առաջերտին իր սիրած Իսրայելի։ Իսրայելը կմնա ընդཐུպ առանց խմելու ջրի։ Հետևաբար նա ձեռք չի տալիս, նա չի կպնում Իրանի էներգետիկային։ Մի անգամ սխալվեցին Իրանում վնասեցին հեղուկ գազի գործարան, պատասխանը ստացան Կատարում, որտեղ հոտս ցնդվեց աշխարհի ամենամեծ հեղուկ գազի գործարանը, վնասը $20 միլիարդ, վերականգնման ժամկետը 5 տարի։ Երկրորդ անգամ էլ չարեցին տես բաներ, չէ։ Չէ, բանդերականները անմեղսունակ են։ Նրանք միշտ բաներ են անում, հետո ասում անազ զաշո։ Ձեզ զաշովում արա, ձեզ կախել է պետք։ Եթե հիշում եք, առաջի անգամ ուկրաինական ենթակառուցվածքներին Ռուսաստանը հարված հասցրեց 22 թվականի հոկտեմբերի 10-ին, բայց ինչից հետո։ Երբ 4 օր առաջ հոկտեմբերի 6-ին այս ուռոդները 20 կիլո տրատիլ պայթեցրին Ղրիմի կամուրջի վրա, մի 100 մետր հատված վնասեցին, 100-200 մետր, այդ կամուրջի, պրալյոտներից մեկից ինչ-որ մի 100 մետր, $10 միլիոն վնաս տվեցին, ամսի 10-ին 5 միլիարդ վնասվեցին, Ուկրաինայի էներգետիկայի ուղիղ կեսը վերացրին ռուսները, 130 հրթիռով, այն ժամանակ բան չկար, այս դրոնները դեռ այդքան շատ չէին շահագործում, հրետանիով ամեն հերն անեցին, դու ուռոդներ, ափսոս չէր ձեր էներգետիկան, դուք նրանց տվեցիք $10 միլիոն վրա, բայց տեղը 5 միլիարդ ստացաք, և միշտ է տենց եղել պատմության մեջ, և Ռուսաստանի գիտակ մեղսունակ թշնամիները այդ ամեն ինչը գիտեն հաշվի առնում են, ողջ համաշխարհային պատերազմի պատմությունը վառ վկայությունն է այդ բանի, որ ռուսները ոչ թե պատժում են, այլ պատասխանում են հնգապատիկ, տասնապատիկ,
հարյուրապատիկ։ Մի հատ դաժանորեն կախված աղջկա համար զոյակացում է դիմասկայի, մի հատ դիվիզիա վարի գնաց, ոչ ոք այդ դիվիզիայից տուն չվերադարձավ։ Իմաստը որն էր։ Ինչևէ, դրանց անմեղսունակությունը չափուսաման չունի, իսկ հարցը թե ինչի լավ, ինչի են հենց Wildberries-ին խփում սրանք, դա է պատասխան ունի, որ հնարավորինս շատ քանակի մարդու վնասեն։ Բայց չեմ մտածում, որ այդ հնարավորինս շատ քանակի մարդիկ կատեն բանդերականներին, իրենց կատեն, ոչ թե Պուտինին։ Նա Երևանում ընկեր կա, հիանալի տղա, իր փոքր ֆիրմայով Wildberries-ի հետ աշխատում էր։ Այսինքն, ապրանքը ներմուծում էր Չինաստանից Ռուսաստան, Wildberries-ը վաճառում էր իր ապրանքը, վաճառքի դեպքում գումարն ուղարկում էր շահույթով։ 10 միլիոն ռուբլու ապրանք ուներ պայեսներում, 450,000 արդեն չկա, մոտ $6,000։ $6,000 այդ մարդը տուժեց, ինչի համար ինքն է չի հասկանում, ինչ-որ բանդերականների պատճառով, այդ մարդն երկու հատ տղա ունի, մեկը բանակ է գնում, մյուսը ուսանող է, պլյուս մահամերձ եղբայրը Նիժնի Նովգորոդում։ Մեր մարդու ինչին էր պետք դա։ Կամ լավ, այն մարդը ռացիոնալ գրագետ մարդ է, մեր ընկերն է, նրա ատելությունը ում կուղվի։ Իհարկե բանդերականներին։ Ինչևէ, էդ է, դա հիմա զգուշ մնանք հայերին է կոնստրուկտ չդարձնեն, թեպետ արդեն ահագին աշխատանք կատարել են այդ ուղղությամբ։ Ուրեմն գանք մեր Հայաստանին։ Ես չգիտեի, բայց այսօր Վարսեղանյանի ելույթից իմացա, որ ազգային ժողովում այդ տղան ելույթ ունեցավ, ուրեմն պարզվում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, որը սահմանադրական օրենք է, այսինքն մենք ունենք սահմանադրություն, մայր օրենք, դրանից հետո իրենց նշանակությամբ գալիս են սահմանադրական օրենքները, հետո սովորական օրենքները, հետո կառավարության որոշները եւ տենց շարունակ, այսինքն երկրորդ փաստաթուղթն է նշանակությամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական օրենքը։ Սահմանադրական օրենքում գրված է, որ ազգային ժողովի պատգամավորի երկնակալությանը նախորդում է ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնը եւ հանրապետության նախագահի ողջույնի խոսքը։ Այսինքն սրանք փաթաթած ունեն նաեւ ոչ թե սահմանադրությունը, այլ սահմանադրական օրենքներն էլ։ Ախր եղած է մի բան չի, ֆորմալ կողմը, արա, պահպանեք գոնե։ Գոնե գնայիք մարդ ուղարկեիք, ասենք Սամվելի ֆրակցիայից, Ռոբերտի ֆրակցիայից, ասեիք վեհապար մի երկու տող գրի, գոնե քո խոսքը հնչի, դու մի արի։ Դու մեզ համար կտրիչ Ներսիսյան ես, մի արի, բայց ինչքան է կտրիչ Ներսիսյան մենք քեզ ասենք, գոնե հասկանում են, չէ՞ որ ամենայն հայոց կաթողիկոսը այսօր Գարեգին երկրորդ Ներսիսյանն է։ Գոնե մի հատ տեքստ գրեիք այդ մարդուց վերցնեիք, նրա անունից կամ նրա ձայնով հեռարձակվեր ազգային ժողովում։ Դուք է դուրս գայիք դալիճից այդ պահին։ Դուք պատկերացնում եք սրանց, ինչ ասեմ, սրանց ավանտյուրիզմը, սրանց անարխիզմի աստիճանը, սրանց իրենց պահում են նենց, ոնց որ ամերիկացի աշխարհով մեկ, բայց ամերիկացի գոնե իրենց երկրի հերը չեն անեցում։ Ինչ-որ չափեր կան, որոնք չեն անցնում։ Այսինքն այսօր եւ կարելի է այդ մասին մտածել, ընդհանրապես այդ վեհապարի ներկա չգտնվելը, նրա ողջույնի խոսքի բացակայությունը կարող է վաղ օգտագործվել որպես այս գումարման բոլոր պատգամավորների լեգիտիմությունը կարելի է կասկածի տակ դնել։ Եթե դու չես երթվել, դու ուրեմն պատգամավոր չես, չէ՞։ Իսկ դու չես երթվել, որտեղ քո երթմանը ինչ-որ մի բան տեղի ունենա, որը տեղի չի ունեցել։ Այն նշանակում է քո տված երթումն է, քո երթնակալությունն էլ է ոչ լեգիտիմ։ Տենց է, չէ՞։
Նշանակում է ինչ օրենք ընդունեք, ինչ կառավարություն կազմեք, արդեն դուք լեգիտիմությունը դրա հայկայել եք։ Ձեր բոլոր նշանակումները, ներառյալ ժողովարդչապետի հերթական նշանակումը նախագահի կողմից, այդ ամեն ինչի հերն անիծել եք։ Եվ այնքան թքած ունեն ամեն ինչի վրա, որ չեն այսպես մանրուքների վրա ուշադրություն դարձնում։ Նորից եմ ասում, էլի թող Գարեգին երկրորդը ձեր համար կտրիչներսիսյան լինի։ Հա, մեկը դուք հայ չեք, դուք մարդ չեք, դուք գրանտակեր եք, իսկ գրանտակերը 1000 անգամ ասել եմ, 10000 անգամ եք ասեմ։ Գրանտակերը մարդ չէ, չունի սերտ, չունի սեռական օրիենտացիա, չունի ազգություն, չունի ոչ մի բան։ Գրանտակերը կարա մորը դոմպի այսօր վաղը հարսին, դե մեր աշկի առաջ են, չէ՞ այդ վիժուացները, այդ փորձանքները։ Էս են սրանք։ Հիմա այդեպ այդ Վարդևանյանի այդ միտքը դե ճանաց Վարդևանյանին, որ իրանից բանջանեց այնտեղ են ուղակի արձանագրեց այն ինչ գրված է սահմանադրական օրենքում, բայց ինձ թվում է կարելի է այս թեման հետագայում շահարկել եւ շատ հաճ արդյունքների սրանց համար հասցնել։ Հիմա ինչ մնում է ընդդիմությանը։ Ես չէի ասի, թե այս մի քանի օր ինչ աշխատում են, այսօր 4-րդ օրը, ես գոհ եմ նրանց գործունեությունից։ Եվ տակտիկապես են սխալվում, եւ ստրատեգիապես են սխալվում, դե ստրատեգիայով առաջի օրվանից սխալվեցին, երբ մանդատները վերցրին։ Դե մի ինչ անենք, եթե այդ մարդկանց հիգիենան թույլ է տալիս, հիգիենայի զգացումը թույլ է տալիս գնան նստեն Բադալյան Լուլուի կողքը, մենք ինչ անենք։ Այս օրինակ չէի նստի։ Հատկապես Ալեքսանյան Վահագի կողքը, դա մի քիչ դե հիմա նստել են։ Օրինակ տեսեք ինչ վերիպումներ եմ նկատում ես նրանց։ Օրինակ նրանք սկզբունքորեն չեն քվեարկել այս Ռուբինյան-Ռուբոյի ընտրությանը։ Դեմը չեն, կարծեմ չեն մասնակցել։ Դա սխալ է։ Սա քաղաքական հարց չէ, պետական ինչ-որ քաղաքականության հարց չէ։ Սա ընտրությունն է նախագահի։ Լավ, դուք մի քվեարկեք կամ դեմ քվեարկեք Ռուբինյան-Ռուբոյին։ Բա որ Ռուբինյան-Ռուբոյի ֆրակցիան է ձեր Արամ Վարդևանյանին թարս քվեարկի։ Ռուբինյան-Ռուբոն նախագահ կդառնա առանց ձեր ձայների։ Բայց ձեր Վարդևանյանը չի դառնա փոխնախագահ առանց նրանց ձայների։ Կամ ուրիշ բան կանեն, այն ինչ որ Քոչարյան Անդոնի հանձնաժողովի տեղակալի համար արեցին։ Ուղղակի ընդդիմության առաջարկած տեխնացուին չէին հաստատում։ Ուրիշը բերեք։ Ես օրինակ Նիկոլի տեղը ուրիշ բան կանեի։ Ռուբինյանին, Վարդևանյանին չէին ընտրի, հա, էլի սահմանադրությամբ այս տեղը ձերն է։ Սրան չենք ընտրում, որովհետև ձեր ֆրակցիայի ամենագրագետն է, ամենախելոքն է։ Կընտրեի ամենաբութ, ամենադեբիլ, ամենաանդաստիրակ մեկին այդ Կարապետյանի ֆրակցիայից։ Կասի, այ ես սրան կընտրեմ 100% ձայն կտամ։ Բերեք սրան դրեք, թող 5 տարի խայտարակի ձեզ։ Ձեզ էլ Կարապետյանին էլ ձեր կուսակցությունը։ Բայց այն մարդիկ դա չարեցին։ Այսինքն հասկանում եք, եթե դու դարել ես Բադալյան Լուլուի գոլեգան, ուրեմն մի քիչ կոլեգիալ համերաշխություն ունեցիր։ Վաղը դուք էլի պրի չքվեարկեք նրանց հանձնաժողովի նախագահների տեխնացությունների համար։ Բայց նրանք պիտի քվեարկեն ձեր տեխնացությունների համար, չէ՞, այսինքն սեղ այն բանն է, որ պետք է այդ կոլեգիալ համերաշխությունը Երևան գա։ Եթե ոչ, նրանք կարող են շատ հայ բաներ անեն ձեզ համար։ Վաղը ձեր հանձնաժողովի նախագահին ապրեջան չեն ընտրի։ Կասեն պաշտոնը ձերն է, ուրիշի բերեք, գնացեք զիբիլ բերեք, կընտրենք, նորմալ մար բերեցեք, չեք ընտրի։ Կարապետյանն է պիտի իր ֆրակցիայի մեջ զիբիլ ման գա։ Եթե ունի։ Իսկ ինչ կարող են ընդդիմություն անել, նորից են վերադառնում իմ խորհրդին։ Թող ուսումնասիրեն անգլիական պրակտիկան, ավանդույթը, ստվերային կառավարության, եւ նույն բանն իրենք անեն։ Անգլիայում դարավոր ավանդույթներ կան ստվերային կառավարության, եւ դա շատ օգտակար բան է ընդդիմության համար հատկապես։ Պատկերացրեք, հանրությունը հետևում է եւ
գործող կառավարության գործունեությանը եւ ստվերային կառավարության ուզի կհամեմատի, չէ։ Ժողով վարչապետ նախագահ Փաշինյանի գլխավորությամբ նիստ տեղի ունեցավ, ընդունեց, ասենք, այս ապազգային որոշումը։ Վարչապետ Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ստվերային կառավարության նիստը, ընդունեց համենայն դեպս ոչ ապազգային որոշում։ Եվ շաբաթ ամիս առ ամիս այդ ամեն ինչ կկուտակվի, չէ, ընտրողի գիտակցության մեջ։ Տարբերությունը ցայտուն կլինի։ Եվ ինչի կառավարության մարմինը, նաև նախարարությունների։ Ստվերային կառավարությունում նախարարներ կան, չէ՞, մեկը մշակույթ, ինչ-որ գիտություն են, մյուսը պաշտպանություն են, մյուսը նախարարներն է պետք է աշխատեն։ Իսկ նոր բան չեմ ասում, այդ ավանդույթը հարյուրավոր տարիներ գործում է Անգլիայում եւ օգուտ տալիս է եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Այսինքն ցայտուն օրինակ ունի ընտրող իր աչքերի առջև։ Հայմատելու բան ունի, էլ կարիք չի լինի նախընտրական շրջանում գնաք գեղերը քաշգակ թե համոզեք թե վայ մենք 300,000 բան պետք է բերենք, այնը թե վայ մենք պետք է խաղաղություն բերենք։ Այս կոմենքում Եվ հետո հիմա տեսեք, վաղը պարլամենտում է թեման կարծրացվի, քանի 2 օր, ամսի 3-ից շուխուրա տարածվի, հավաստի շուխուրա, որ այս Իտալիայի գեղեցկուին Սիլվիո Բերլուսկոնի նախկին, ոնց ասեմ, ռասխոդնի մատերիալը, այդ Ջորջա Մելոնին, առաջարկում է Հայաստան Աֆրիկյան բոմժեր ուղարկել, որոնք մեկ վեր են ընկել Իսպանիայում, չգիտեն թե դրանց ինչ անեն։ Սրանք երկում են, թե տենց բան մեզ չեն ասել, այս կոմենքում, հետո վաղը պարլամենտ գնաց գործը հասավ։ Կհերկեն կամ չեն մերկի։ Ինչ պետք է ասի ընդդիմությունը, պետք է ասի, թե վայ այս բանը, վատ բանա մի արեք չի եք անում։ Ես դիկոլի տեղակ ելեմ կասեմ, որ այս բանը ճիշտ բան է եւ ճիշտ եմ անում։ Ես Եվրոպա եմ գնում, ես եվրոպական ընտանիքի անդամ եմ, ընտանիքը սենց է որոշել, ես պետք է այդ բոմժերին ընդունեմ։ Իսկ Եվրոպա եմ գնում, որովհետև ժողովուրդն այնց Եվրոպա ուղարկե, ես եվրոպական ծրագրով եմ ընտրության գնացել, ժողովուրդը Եվրոպա սիրեց, չսիրեց Ռուսաստան ունդեղ ԵԱՏՄ հապմա, Պապաջան, ինձ ուղարկեց Եվրոպա, լավ եմ անում։ Պետք եղավ կես միլիոն նեգրը կբերեմ, եթե իմ ընտանիքը որոշի, հետևաբար ընդդիմությունը ինչ պետք է անի, պետք է ասի ապա ուրեմն դու Եվրոպայից հետ կգաս, մենք քեզ Եվրոպայից հետ կբերենք։ Որ դու էլ այդ ընտանիքի որոշումները չկատարես։ Բայց այդ բանը չեն խոսում, չէ՞։ Սրանքին հարվածում են Փաշինյան Նիկոլի կոնկրետ քայլերի դեմ։ Ինչը սխալ է։ Հələ մի քիչ հետ գնացեք, մտածեք, այդ քայլը, որը դուք սխալ եք համարում, որը ապազգային է, որը հակազգային է, ինչից դրդված է Փաշինյան Նիկոլը գնացել այդ քայլին։ Կոնկրետ այս հարցում եւ շատ այլ հարցերում ինքը 100%-անոց իրավացի երիտասարդ է Փաշինյան Նիկոլը։ Դուք ժողովուրդը իրան ընտրել եք, ինքը ձեզ ներկայացել է եվրոինտեգրացիոն ծրագիրը, դուք ասել եք, թե հա գնա ժողով վարչապետ ջան, մեզ Եվրամիություն տար, Եվրամիությունը ասում է, որ ախպեր ջան, մեր Հայաստան ախպերը պետք է տանի 100 թե 150,000 բոմժ։ Այդ բարձը Հայաստան ախպերը պետք է բերի, չէ՞։ Դեռ մի բողոքեք բերողի դեմ, գնացեք այդ եվրոպական ընտանեկի դեմ բողոքեք, չէ՞, փորձեք ձեր պետությունը հետ բերել դեղից։ Դե դա ոնց կանեք արդեն 4-րդ հարցն է։ Ինչ ասեմ, թիրախներն է պետք ճիշտ ընտրել, հարցադրումներն է պետք ճիշտ կատարել, մի քիչ սկզբունքայնություն պետք է ցույց տալ պարլամենտում։ Էլի եմ ասում, եթե այնքան եք ցածրացել, որ գնացել եք Ալեքսանյան, Կոնջորյան, Հայկի կողքն եք նստում, դոլը Բադալյան ուլուն ջանդամ գնա ու չեմ կարծում մի դա սիֆիլիսի վտանգ դրանից կբուսնի, կբխի, թե չէ։ Վերջը գրագետ աղջիկա, դրա այս բոյֆրենդների մեծամասնությունն է բժիշկներ են, չէ, ինչ-որ։ Այդ կողմից վեներականի կողմից մի կարելի է դրա կողքը նստել, բայց եթե գնաց այդ տեղ եք ասել, լավ, ուրեմն այն մարդկանց ընդունեք ձեզ կոլեգա, մի քիչ կոլեգիալ
կուլտուրա ունեցեք, համերաշխություն ունեցեք, անպայման դուք էլ ձայն տվեք Ռուբինյան Ռուբոյին, Կոնջորյան Հայկին, որ նրանք էլ ձեր Արամին վաղը ընտրեն իրենց ֆրակցիայով, որ չասեն, թե չէ, Արամին չենք ուզում, Արամը խելոք է, մեզ վնաս կտա, մի հատ զիբիլ բերեք ձեր ֆրակցիայից, վաղը պետք է ընտրեք հանձնաժողովի նախագահներ։ Ինչևէ, առայժմ այսքան է, բաժանորդագրվեք իմ ալիքներին, հետևեք Facebook-ով, Telegram-ով, կոմենտներ գրեք, երբեմն հետաքրքիր կոմենտներ եմ ստանում, պատասխանում եմ, դիսկուսիայի մեջ եմ մտնում։ Չասեմ, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով։ Մի բան էլ մոռացա ասել։ Այսօր էդ էլ ավելացնեմ։ Մի 3 օր առաջ Սեդրակ Արուստամյանի հետ պայմանավորվել էինք, որ պետք է հանդիպենք անպայման, ասի Սեդրակ ջան, նստենք մի օր կոնֆիդենցիալ ձևով, մի երկու բան կա, ասեմ, սրանց գլխին կարող է փորձանք բերեք։ Այսօր ձերբակալել են Արցախում։ Այսօր ձերբակալել են։ Էլ ինչ որ փողերի խայտարակ լվացք, ես իմ քանի միլիոն համ իրան են ձերբակալել, համ էլ այսօրվա գործող տնօրենին։ Այդ մուլտիգրուպ կոնցերնի դատարան են քաշ տալու, կալանք, մալանք, այս ամառվա շոկին, Արուստամյանն է, առողջական պրոբլեմներ ունի, շաքար, ինչ որ ավելի տհաճ բաներ, դե ինչ ասենք։ Շարունակում է ժողովարդապետ Ծառուկյանի ոչնչացման պրոցեսը, տեսնենք ինչքան կշարունակի և ուր կհասնի, և հետո իր գլխին ինչ կգա և ով կբերի։ Ինչև կհանդիպենք, կալանավորներին համբերություն, առողջություն, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի, եթե հայ ժողովուրդը չէ, մեկ այլ ժողովուրդ նրանց կփրկի, ամեն ինչ իր տեղը կդնի։